Ճշմարտության համար պայքարիր մինչև վերջ այս մարզիկներից ամեն մեկն արդեն կողմնորոշվել է ընտրելով բացարձակ ճշմարտության ուղին Կյոկուշինը։ Կյոկուշին կարատեն Տաշիի տարածաշրջանի այս տղաների ու աղջիկների կյանքն է, պարապմունքները նրանցից ահագին ժամանակ են խլում։ Արդյունքն էլ տեսանելի է, անընդհատ ավելացող բազմաթիվ գավաթներ, մեդալներ, դիպլոմներ, որոնք նրանք ամեն հարմար առիթի հպարտորեն ցուցադրում են։ Կյոկուշին կարատեի Լոռու մարզի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Սևակ Սերոբյանը ջանք ու միջոցներ չի խնայել սաների մեջ դաստիարակելու ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև մարդկային որակներ։ Լավ մարզիկ դառնալու ճանապարհին սա էլ կարևոր գործոն է։ Սևակ Սերոբյանի վերջին լուրջ նվաճումը նաև սաների հաջողությունն է։ Կյոկուշինի հայրենիքում Ճապոնիայում Սևակը մասնակցել է կարևոր ու պատասխանատու քննության եւ պատվով դուրս եկել։ Ճապոնիա այցը նրան սև գոտի երրորդան կոչումը տվեց։ Հաղթանակն արդեն ամրագրված է, բայց այնքան էլ հեշտությամբ չի տրվել։ Մարզիչների համաշխարհային սեմինարը լուրջ իրադարձություն էր։ Ամենօրյա անդադար պարապմունքներ, տեխնիկական պատրաստվածության ստուգում։ Քննությունն ընդունել է աշխարհի ֆեդերացիայի նախագահը կարատեի նվիրյալների ու մարտարվեստի լավագույն գիտակների մասնակցությամբ։ Մոտ 30 վարպետների ներկայությունը չի խանգարել Սևակ Սերոբյանին հաստատելու գոտին։ 30 ուժեղ մարտերից հետո մասնագետների կարծիքը միանշանակ համընկել է։ Սևակն արժանի է սև գոտի երրորդ դան կոչմանը։ Սևակ Սերոբյանի ընտրությունն էլ պատահական չէր։ Կյոկուշինի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը առանց երկար մտածելու հաստատել է հենց Լոռու մարզի ֆեդերացիայի ղեկավարի մասնակցությունը։ Մարզական գիտելիքները մշտապես թարմացվելու կարիք են զգում։ Առաջատար մարզիչների մոտ հաջողությամբ քննություն հանձնելուց եւ գիտելիքների պաշարը համալրելուց հետո Սևակ Սերոբյանը վերադարձել է հարազատ Տաշիր ծաներին ամեն օր նոր բան սովորեցնելու համար։ 4 ժամ տևեց քննությունը, մասնակցում էին տարբեր երկրների, պատկերացրեք Ռուսաստանի գլխավոր մարզիչներն այդտեղ քննություն հանձնել, գլխավոր զբորնուտերներն էլ քննություն հանձնել, իրանք հանձնեցին 5-րդ դան, Ամերիկայի ֆեդերացիայի նախագահն էլ մասնակցեց քննությանը, հանձնեց 5-րդ դան, Ինդոնեզիայի նախագահն էլ մասնակցեց քննությանը, հանձնեց 5-րդ դան, իրանց հետ են հանձնել քննությունը, իրանց համար դեպի Ճապոնիայում ամեն ինչը հեշտ չես կարող ինչ-որ սերտիֆիկատ կամ ինչ-որ մի հատ փաստաթուղթ ձեռք բերես։ Այս հաջողությունը լուրջ ազդակ է նաև սաների համար, երկար տարիներ լինելով կարատե մարտարվեստում, ունեցած գիտելիքների պաշարն ու հնարքները փոխանցում է սաներին։ Նա մշտապես սեփական փորձով օրինակ է դառնում իրեն հետևող եւ մարզաձևի ուժին հավատացող պատանիներին, որոնց թիվն այնքան էլ քիչ չէ, ավելի քան 200 միայն Տաշիրի տարածաշրջանում։ Ամենափոքր մարզիկը 5 տարեկան է։ Տարիքային սահմանափակումներ չկա նաև թիվ ու քանակ հաղթանակներին ու հաջողություններին Հայաստանում ու դրա սահմաններից դուրս։ Կյոկուշինն ուժ ու ինքնավստահություն է։ Ուժեղ ու ինքնավստահ այս տղաների հավաքական մարզումները սովորական են տաշիրցիների համար։ Սովորական է նաև մարզիկների կապը առաքելական եկեղեցու հետ, թե նրանց ներկայությունը եկեղեցում, թե տարածաշրջանի հոգևոր հովվի հաճախակի ներկայությունը մարզադահլիճում։ Դուք ինքներդ մեզ հետ տեսաք, թե ասենք այս ռայոնում ինչպիսի ընդգրկուն աշխատանք է կատարված եւ ասեմ նա ոչ միայն ասենք այս մարզումների մեջ է զուտ ֆիզիկական նաև հոգևոր առումով նա աշխատում է երեխաների հետ աշխատելով նրանց ավելի ձգտումները մեծացնելով նրանց մարզումները մենք իհարկե գիտենք որ շատ կարևոր է որպեսզի առողջ հոգին լինի առողջ մարմինը։ Այս տղաներից շատերը մարզի հանրապետության ու տարածաշրջանի չեմպիոններ են, համեստորեն հպարտանում են մեդալներով ու մրցանակներով, սակայն ասում են, որ այսքանը քիչ է, անելիքներ շատ ունեն։ Ես պարապում եմ 4 տարի, ես շատ եմ սիրում իմ մարզաձևը եւ ուրախությամբ հաճախում եմ մարզադպրոցը։ Էսի ամսը 24-ին գնացել էի մրցման, երկրորդ տեղ եմ գրավել, այս գավաթն էլ իմ տեխնիկա լավ անելու համար են տվել։ 5 անգամ Հայաստանի առաջնությունում գրավել եմ առաջի տեղը եւ Կովկասում գրավել եմ երկրորդ տեղը։ Ամեն ինչում է, որ հաջողության հասնելու համար ջանք, եռանդ ու համբերություն է պահանջվում։ Կյոկուշինն էլ բացառություն չէ, նկատում է մարզային ֆեդերացիայի նախագահը։ Հաջողություններն ու մարզական ձեռքբերումներն էլ դժվարությունների գնով են ստացվել։ Բարեբախտաբար կան մարդիկ, ովքեր այս մարզաձևն առավել մասսայական տեսնելու ցանկություն ունեն։ Հենց նրանց շնորհիվ է, որ որոշ խնդիրներ լուծումներ են ստանում։ Որ մասնակցում եք մրցումներին, ճանապարհածախսը երեխեքի համար դժվար է։ Շնորհակալ ենք այն մարդկանց, որ մեր կողքին կայնացեն, հատկապես
հատկապես պարոն Կարեն Կարապետյանին, ամեն այս 3 տարի որ աջակցում ամրություններին ճանապարհածախսա երեխեքին Ղարաբաղ գնացինք անվճար Ճապոնիայի այդ ամեն ծախսը ագին գումար էր ամենը օգնեց պարոն Կարեն Կարապետյանը Տարին հաջողակ են սկսել թե մարզիչը, թե նրան արժանի սաները։ Վերջերս Ղարաբաղում անցկացված Հայաստանի առաջնությունից վերադարձել են 4 առաջին, նաև 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր նվաճած։ Իսկ վերջին թարմ հաղթանակը մարտի 31-ին Հայաստանի գավաթի խաղարկությունն էր, որից կարատեիստները կրկին վերադարձել են պատվավոր տեղերով։ 5 առաջին տեղ, 3 երկրորդ, նույնքան էլ 3-րդ։ Մրցանակային տեղերն ու մեդալները ավելացան ևս մի քանիսով։ Հաղթանակը ճանապարհ բացեց նաև դեպի Կովկասի լուրջ առաջնություն։ Մի բանում մարզիկները հաստատ համակարծիք են, ոչ մի հաջողության չեն հասնի, եթե քրտնաջան չաշխատեն։ Մենք էլ աննկատ լքում ենք նրանց թույլ տալով, որ հանգիստ պարապեն։ Առջևում լուրջ առաջնություն է, ամենայն հավանականությամբ շատ շուտով նրանց մասին խոսելու առիթ էլի ենք ունենալու։ Աննա Պեչենևսկայա, Հակոբ Արսենյան, Մոլորակ, Տաշիր։